Զիկոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն։ Ուղյա եւ հաջողյայի մեզ գործը ձեռած մերոց եւ պաշտպանություն հավատո եւ հարինյաց եւ ազատագրումն շրջանի շուշվա։ Արցախի թեմի առաջնորդ Պարսկև arczepiskopos Martirosyanն է, ով նախքան Շուշիի ազատագրման պլանի իրագործումը օրհնեց ազատատենչ ոգու համար պայքարի դուրս ելած մարտիկներին։ Շուշիի ազատագրման օպերատիվ պլանը մշակվել է Արկադի Տեր-Թադևոսյանի գլխավորությամբ, ինչին զինվորականները ձեռնամուխ են եղել Խոջալուն ազատագրելուց անմիջապես հետո։ Արկադի Տեր-Թադևոսյանին երբ հարցներ Շուշիի ազատագրման մասին, նա համեստորեն ամբողջը կվերագրի տղաներին։ Պլանը կազմվել է մարտ-ապրիլ ամիսներին, հետախուզական խմբի կողմից հակառակորդի ուժերի տեղակայումը ճշգրտելուց հետո միայն։ Հարձակման ճակատային գիծը շուրջ 25 կիլոմետր էր։ Հակառակորդը հայկական կողմին գերազանցում էր կենթանի ուժով եւ սպառազինությամբ։ Շուշիի ազատագրման ռազմական գործողություններն անցկացվել է 1992 թվականի մայիսի 8-ի լույսինի գիշերը։ Մշակման ու իրագործման առումով գրեթե անթերի հայ ռազմարվեստի մեջ եզակի ռազմական գործողություն, որով արմատական բեկում է առաջացրել Ղարաբաղյան ազատագրական պատերազմում։ Հարձակումը նախատեսված էր սկսել դեռևս մայիսի 4-ին, բայց տարբեր պատճառներով հետաձգվել էր։ Ինքնապաշտպանական ուժերի շուրջ 120 մարտիկներից բաղկացած 4 հարձակողական եւ 1 պահեստազորային խումբը մայիսի 8-ի գիշերը միաժամանակ անցել են հարձակման։ Շուշիի ազատագրական մարտերում հայկական կողմն ունեցել է 57 զո, թշնամին 250-ից 300 սպանված, 600-ից 70 վիրավոր, 13 գերի։ Շուշիի ազատագրումով վնասազերծվել են Ստեփանակերտի շրջակա բոլոր թշնամական գրակակետերը ու ռազմական հենակետերը։ Այդ ռազմագործողության մշակումն ու իրականացումը ապացուցել են հայ ժողովրդի ռազմական մտքի, կենսունակության ու արիության մասին։ Շուշիի ազատագրումով վերջնականապես արմապնդվել է թվաքանակով ու միջոցներով գերակշռող թշնամուն սեփական ուժերով հաղթելու հավատը։ Այն բարոյահոգեբանական հարված է հասցրել հակառակորդին, որն այդպես էլ պատերազմի ողջ ընթացքում չկարողացավ հաղթահարել պարտվածի բարդույթը։